Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցը հնարավորություն ստանալով շարունակել մասնակցությունը Smart էկրաններ աշխարհացույցի դպրոցներին 2025 մրցույթային ծրագրին քարտեզագրելով ազգային կամ համաշխարհային ժառանգություն ստեղծած անհատի ուղին թեմայի շրջանակներում որոշեցինք ներկայացնել մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կենսագրական և ստեղծագործական ուղին։ Նախորդ ուսումնական տարիների ընթացքում ծանոթ լինելով աշխարհացույց կրթական հարթակին, ունենալով մասնակցություն դասերին, այս տարի հնարավորություն ստացանք մասնակցելու, հավելելու ձեռք բերված գիտելիքները և դրանք կիրառելու գործնական աշխատանքում։ Աշխարհացույց հարթակը առիթ հանդիսացավ ստեղծելու միջ առարկայական կապ, պատմություն և երաժշտություն առարկաների միջև, որոշեցինք ներկայացնել երաժշտության մեջ մեծ ճանաչում ունեցող կոմպոզիտորի պատմությունը։ Նպատակը ցույց տալ Արամ Խաչատրյանի երաժշտության ազգային և համաշխարհային նշանակությունը, ինչպես նաև դերը ազգային ինքնության և համաշխարհային մշակույթի մեջ։ Մեր նախագծի թիմը հետազոտական աշխատանք է իրականացրել, մանրամասն ուսումնասիրելով կոմպոզիտորի անցած ուղին։ Նախքան աշխատանքի սկիզբը ուսումնասիրեցինք խաչատրյանական գրականություն, այնուհետև ուրվագծեցինք աշխատանքային պլանը, թիմի յուրաքանչյուր մասնակից ստացվեց իր աշխատանքային պարտականությունը և անցանք գործնական ընթացքին։ Նախագծային աշխատանքի շրջանակներում կատարեցինք հետազոտական էքսկուրսիաներ։ Այս շարք սկսեցինք ազգային գրադարանից, որտեղ ձեռք բերեցինք աշխատանքային գրականություն։ Այնուհետև եղանք կոմպոզիտորի տուն թանգարանում, մասնակցեցինք Արմենիա միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգին, ունկնդրեցինք կոմպոզիտորի ջութակի կոնցերտը Դայրյուս Պրոյս և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Նախագիծը առիթ ընձեռեց այցելելու Վրաստանի Հանրապետություն, մասնավորապես Թիֆլիս, որտեղ ծնվել և իր կյանքի կարևորագույն շրջանն է ապրել Արամ Խաչատրյանը։ Եղանք այն տանը, որտեղ ապրել էր նա։ Սա կարևոր իրադարձություն էր նաև մեր աշակերտներիս կրթական կյանքում, զուգահեռ անցկացնելով նախագծի հետազոտական մասը գործնական կիրառության։ Ձեռք բերելով բավականաչափ գիտելիքներ, ավարտելով նախագծված աշխատանքը, այցելեցինք Կոմիտասի անվան Պանթեոն, մեր սրտի խոսքն ու շնորհակալությունը հայտնեցինք մեծանուն հայորդուն։ Նախագծային աշխատանքի ողջ տրամադրությունը և էմոցիաները իրենց կուլմինացիոն գագաթնակետին հասան Սպարտակյան մեղեդիների ազդեցությամբ։ Տուն վերադարձանք Սպարտակ բալետի անմոռանալի տպավորություններով, կրկին ու կրկին այն համոզմունքով, որ Խաչատրյանը 20-րդ դարի հանճարներից է։ Արևի նման շողացիր աշխարհում, րոպեներում ձեռքերիդ վրա պարզած, ազգիդ ցավը դարձիր երաժշտություն։ Նախագիծը մեզ տվեց մի շատ քմտություններ, մենք կարողացանք հետազոտել և վերլուծել, համադրել տեսական գիտելիքները երաժշտական կրթության հետ, ներկայացնել Խաչատրյանի նետներումը հայկական և համաշխարհային երաժշտության մեջ, ընդգծելով նրա դերը ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև սովորեցինք ճշգրիտ գնահատել, քննարկել, հիմնավորել եզրահանգումները, թռիչք տվեցինք մեր մտքերին, ստեղծելով կոմպոզիտորով ոգեշնչված գեղարվեստական աշխատանքներ։ Խաղը խաղալու համար մենք պետք է ներբեռնենք Scratch 3 ծրագիրը և մուտք գործենք այդ ծրագիր։ Այն իմ մոտ արդեն բացած է։ Սեղմում ենք նիշկ, սեղմում ենք բեռնել համակարգչից, ընտրում ենք մեր ուզած ֆայլը և սեղմում ենք բացել։ Եվ ամենակարևորը մենք գերադասում ենք ընդհանուր եւ շահ անձնականից, առաջնորդվելով բոլորը մեկին, մեկը բոլորին։